Գիտեք, ես չեմ հիշում, կարող եմ հետազոտել այս հարցը, նայել, ես չեմ հիշում, բայց գիտեմ, որ օրինակ այն դեպքերում, երբ որ երկրները փորձում էին, այդ երկրները, որ մենք նշել ենք, Պանաման, Եգիպտոսը, Չինաստանը, փորձել են հետ բերել իրենց տարածք, իրենց վրա հարձակվել են։ Դա եղել է։ Թե նրանցից պահանջել են, որ բանակը հետ քաշեն, թե ոչ, դե փաստորեն այո, քանի որ սա հռչակվել է, օրինակ Չինաստանում սա հռչակվել է էքստերիտորիալ տարածք, այսինքն մենք Շանխայում ենք ապրում, բայց դա չինական չի, դա մերն է։ Օրինակ Շանխայում հաստատվել էր ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական եւ մի ուրիշ քաղաքներում ռուսական, գերմանական թաղամաս, որը չէր համարվում Չինաստանի տարածքի մի մաս, այսինքն այո, այնտեղ թույլ չեն տա, որ լինի չինական բանակը, Չինաստանի բանակը, եթե սա արդեն մերն է, դուք ինչ գործ ունեք այնտեղ, ձեր բանակը ինչու է տեղակայված։ Այո, սա շատ հնարավոր է։ Եվ նայեք, թե ինչ է հիմա կատարվում Գրենլանդիայում եւ Գազայում։ Դուրս է գալիս Կուշները, Տրամպի ազգակիցը եւ ասում է. Այո, Փեսան։ Եվ ասում է, ուրեմն մենք ստեղ լունա պարկ ենք անելու Գազայում։ Դե հաշվի չի առնում, որ սա անկախ պետություն է, ՄԱԿ-ի կողմից ճանաչված անկախ պետություն է։ Տրամպը ասում է, սա գույք է, real estate, ասում է, բանը, piece of real estate։ Անշարժ գույքի մի հիանալի կտոր։ Այո, անշարժ գույքի հիանալի կտոր։ Այսինքն իրանց համար երկիրը դարձել է անշարժ գույքի կտոր։ Ու նրանք որոշում են, թե որտեղ ով է ապրելու։